Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկը անչափ փահաս է։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ԱԱ-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ փոխ լրացնելով միմյանց գործողությունները սուր կտրող ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել, վերջինիս մարմնի տարբեր հատվածներին սպանելով նրան։ Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն է, իսկ անչափ փասի նկատմամբ սպանությունը հատկանիշներով։ Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ։ Տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում, պահում եւ իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ապրիլի 6-ին 39-ամյա տղամարդը Հալաբյան փողոցում ձերբակալվել է։ Խոզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 8 փաթեթ։ Ապրիլի 10-ին Դուբայ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 40-ամյա տղամարդ, նա Իրանի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Ապրիլի 13-ին Դիլիջանում Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Էրիկն իր վարած Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել երկաթե կրպակին։ Վարորդը եւ ուղևոր Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Արմենը տեղափոխվել են հիվանդանոց։ Ապրիլի 13-ին Ծաղկաձոր Հրազդան ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Mercedes եւ Հրազդան Ծաղկաձոր երթուղին սպասարկող թիվ 72 մարդատար միկրոավտոբուսը։ 4 հոգի, որոնց մեջ կան նավյան չափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց։ Ապրիլի 13-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 35-ամյա Բարսեղի վարած Toyota Camry, 58-ամյա Գագիկի վարած Volkswagen եւ 43-ամյա Էդուարդի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 12-ին Ծովագյուղ Շորժա Վարդենիս ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Լիանան իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել ջրատարում, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 13-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Սուրենն իր վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու գլխի վայր հայտնվել ջրատարում, տուժածներ չկան։ Ապրիլի 13-ին տեղեկություններ են ստացվել, որ վաղ շաբաթ խոշորացված համայնքի Զվարթնոց թաղամասում ավտոմեքենա է այրվում։ Մինչաժեր փրկարարների դեպքի վայր հասնելը Ford մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը, նույն թաղամասի բնակիչ 27-ամյա Ռուբենը եւ քաղաքացիները։ Մեքենան դարձել է ոչ շահագործելի, տուժածներ չկան։ Ապրիլի 14-ին ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքում այրվում է ավտոմեքենա, հարշեշ փրկարարները մեկուսացրել, ապա մարել են կրակը, այրվել է Opel մակնիշի ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը։ Ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիում սուպերմարկետի հետնամասում հրդեհ է նկատվում։ Հարշեշ փրկարարները մարել են կրակը, այրվել է տնակը գույքով, նաև կանխվել է հրդեհի տարածումը։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի 2 բնակիչ սպանություն են նախապատրաստում եւ հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինից ձեռք բերել զենգզինամթերք։ Ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվեց եւ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաեւ զենքի ապօրինի կրելու եւ հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Դատարանի որոշմամբ ապրիլի 11-ին խուզարկություններ կատարվեցին 47 եւ 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։ 47-ամյա տղամարդու Վարդբաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվեցին նռնակ, պայթուցիչ եւ մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։ Երկուսն էլ ձերբակալվել եւ ներկայացվել են նախաքննական մարմին։ Տղամարդիկ կալանավորվել են։